Էստեր Այվազյան։ Հարցս ուղղում եմ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։ Պարոն նախարար, գյուղատնտեսական տարին արդեն սկսվել է։ Քաղաքացիների հետ հանդիպումների արդյունքում ստացել են բավականին շատ հարցեր։ Խնդրում եմ ներկայացնել, թե այս գյուղատնտեսական աջակցության ծրագրեր այս տարվա համար կան, թե ոչ եւ ինչ ծրագրեր։ Եվ վերջին օրերին պարտանյութերի գների աճ է նկատվում, որը նորից մեծ անհանգստություն է առաջացրել գյուղացիների հետ, ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Խնդրում եմ ներկայացնել, ինչ լուծումներ է առաջարկում կառավարությունը այս ուղղությամբ։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Շնորհակալություն Տիկին Այվազյան, հարցի համար, սկսեմ վերջից, ես արդեն հայտարարել եմ և սակայն կառավարության այս նիստը ուրբաթ օրն է և նախատեսված է ուրբաթ օրը կընդունենք այդ որոշման նախագիծը, որով կառավարությունը կաջակցի, նախ ինչպես գիտեք, աշխարհաքաղաքական բարդություններով պայմանավորված ամբողջ աշխարհում, ոչ միայն մեր տարածաշրջանում, ոչ միայն Հայաստանում, պարտանյութերի գները զգալի աճ են արձանագրել եւ դա նաեւ մեր շուկայում է արձանագրված եւ մեր քաղաքացիները դրա մասին գիտեն եւ կառավարությունը որոշում ունի աջակցել, ինչպես նախկինում կարծեմ 22 թե 23 թվականներին եւս մեկ անգամ նման իրավիճակում աջակցել է։ Մեխանիզմը հետեւյալն է. 8000 դրամը գերազանցող գումարը կառավարությունը կփոխհատուցի, բայց ոչ ավել քան 3000 դրամ հաշվի առնելով մեր ֆինանսական սահմանափակումները այս պահին։ Օրինակ, եթե գինը եղավ 11000 դրամ, 3000 փոխհատուցում ենք, դա 8000։ Եթե գինը եղավ 11500 դրամ, նորից 3000 ենք փոխհատուցում, ստացվում է քաղաքացիների համար 8500։ Եթե գինը եղավ 10500 դրամ, այս պարագայում 2500 ենք փոխհատուցելու գինը, որպեսզի դառնա 8000 դրամ եւ այսպես շարունակ, ընդ որում եւ ազոտական, եւ ֆոսֆորական, եւ կալիումական, եւ դրանց համակցված ուրեմն պարտանյութերին է դա վերաբերվում եւ կառավարության որոշումը դեռ չկա, այսինքն ուրբաթ օրը եթե ընդունենք, նոր դրանից հետո այդ գործընթացը տեղի կունենա, թերևս այսքան։ Ինչ վերաբերում է մյուս ծրագրերին, գիտեք, որ վերջերս եւս մեկ կառավարության որոշում ընդունվեց, որով 1-ից 2 միլիոն դրամ գյուղատնտեսական վարկերը կառավարությունը ուրեմն տոկոսադրույքները ամբողջությամբ սուբսիդավորում է, այսինքն դրանք 0% են մեր գյուղացիական տնտեսությունների համար եւ նրանք կարող են ըստ էության իրենք ընտրեն, թե ինչով են ուզում զբաղվել, ցանկացած գյուղատնտեսական աշխատանքի, ցանկացած գյուղատնտեսական գործունեության համար դա սուբսիդավորվում է։ Մյուս աջակցության ծրագիրը, որ այսօրին շատ ակտիվ գնում է, դա բուսաբուծության աջակցության ծրագիրն է, որտեղ եթե հավաստագրված սերմերով ցանքս են իրականացնում մեր քաղաքացիները, ապա ծախսերի 50%-ը սուբսիդավորում ենք, մենք մայիս ամսին կսկսենք աշնանացան ծորենի ուրեմն սուբսիդավորման գումարների արդեն փոխհատուցման շրջանը, իսկ հիմա ակտիվորեն աշխատանքները արդեն գրում են ուրեմն գարնանացանի հետ կապված եւ մի շարք այլ ուրեմն ծրագրեր կան, որոնցից մեկի մասին էլ ժամանակը շատ չնշեմ, գյուղտեխնիկա եթե գնում են մեր քաղաքացիները, ապա վարկի տոկոսադրույքը իրենց համար 0-ից 2% է։ Ցանկացած գյուղատնտեսական տեխնիկա եթե գնում են 0-ից 2%-ով կարող են լիզինգով կամ վարկավորմամբ ձեռք բերել։ Շնորհակալ եմ հարցի համար։ Արձագանք։ Շնորհակալություն, ուզում եմ պարզապես ավելացնել, որ շատ շնորհակալ եմ այդ գյուղատնտեսությամբ զբաղվողների անունից եմ ասում, որ իրենց մենակ չեն զգում եւ թիկունքում ունեն մեծ պաշտպանություն, պարզապես այստեղ կարծում եմ իրազեկման խնդիր կա։ Եթե ունեք ինչ-որ բան ավելացնելու, խնդրեմ։ Շնորհակալ եմ, քանի որ 1 րոպե ունեմ, ես ուզում նշել, որ այնուամենայնիվ մեր հիմնական թիրախը ինտենսիվ գյուղատնտեսության զարգացումն է եւ առաջիկա տարիներին հատկապես ուշադրությունը դրա վրա ենք դարձնելու, որովհետեւ ինտենսիվ գյուղատնտեսության պարագայում ըստ էության արդյունքները ավելի լավն են,
եկամտաբերությունը շատ ավելի լավն է, ստացված արտադրանքի արժեքը ավելի լավն է, օրինակ, հասարակ օրինակ, մենք շատ ենք լսում կաթի գների հետ կապված հարցադրումներ եւ մեր վերջին այցերը բոլոր խելացի անասնագոմեր ցույց են տվել, որ այնտեղ տոհմային կենդանիներից ստացված կաթի գինը նվազագույնը 250 դրամ է, այսինքն 250 եւ ավել դրամ է, դա ինչու է այդպես, որովհետեւ օրինակ յուղայնությունը բարձր է, որակը բարձր է, էլ չասած, որ 2-3 անգամ ավելի շատ կաթ են տալիս այդ անասունները, այսինքն հերիք չի մի 2 անգամ գինն է բարձր, մոտ ուրեմն մի հատ էլ մի 2 անգամ էլ կամ ավել էլ կաթնատվությունն է բարձր եւ արդյունքում այդ պարագայում օրինակ գյուղատնտեսությունը դառնում է խիստ եկամտաբեր։ Շնորհակալ եմ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։